Բարյոսելի քուրել եղբայրներ ջան, եկեք անդրադառնանք Հռոմեացիս 9:14-24-ին։ Այսօր ավելի շատ կխոսենք Աստծո ողորմության սկզբունքի մասին, որտեղ այս հատվածը առաքյալը պատասխանում է 14 համարում, հիմա ինչ ասենք, միթե Աստծո մոտ անիրավություն կա Քավլիցի։ Եվ այս հարցը առաջ էր գալի, երբ որ Աստված խոսեց փրկվածների առումով, հիմքում վերցնելով նրանց Աստծո կամքով սուվերեն ընտրությունը կամ նախասահմանությունը։ Եվ հարց էր առաջանում, ինչի Աստված չի ողորմում բոլորին, այսինքն Աստված անարդար է, եւ առաքյալը հարցին պատասխանում է, հիմա ինչ ասեք, միթե Աստծո մոտ անիրավություն կա Քավլիցի, որտեղ մենք կարդում ենք վերևում, որ դեռ Եսավը եւ Հակոբը դեռ չծնված, բարի կամ չար չարած, մենք տեսնում ենք, որ Աստված սիրեց մեկին եւ ատեց մյուսին։ Այսինքն կապված չէր նրանց արարքից, նրանց հատկությունից։ Հիմա հարց էր առաջանում, միթե Աստծո մոտ անիրավություն կա, եւ առաքյալը այս 14-ից 24 համարերում այս հարցին է պատասխանում։ Եվ ասում է չկա, բայց անդրադառնալով այս հարցին, ինքը պատասխանում է Աստծո ողորմության կոնցեպտը առաջ քաշելով նրա շնորհքը, ներկայացնելով, որ այդ շնորհքի մեջ Աստված միշտ արդարավարվում, այսինքն չունի պարտականություն բոլորին ողորմելու, բայց ունի իրավունք ում որ կամենա ողորմի, եւ երկրորդ անդրադառնում է մարդու պատասխանատվության առաջ քաշելով փարավոնի օրինակը, ցույց է տալի, որ Աստված կարա ներգործի մարդու կամքի վրա եւ կարա ուղղակի թույլ տա, որ մարդու կամքը իր ազատ մեղավոր բնության օղակներում արտահայտվի, ինչպես փարավոնի պարագայում անցյալ անգամ մենք խոսեցինք, որ ոչ թե Աստված նիտրալ փարավոնին, բարի փարավոնին խստացնում է, այլ ուղղակի չի ներգործում նրա կամքի վրա, վարվելով նրա այդ արդար, թույլ է տալի, որ ուղղակի արտահայտվի փարավոնի ագահությունը իր մեղավոր բնության օղակներում։ Եվ սա հատուկ անում ելնելով իր նպատակներից, որպեսզի ցույց տա իր մեծությունը։ Իսկ եթե ներգործեր, փափկացներ փարավոնի սիրտը եւ փարավոնը անմիջապես արձակեր Իսրայելի ժողովրդին, այդ ժամանակ այդ 10 պատիժների մեջ չէր երևա Աստծո զորությունը եգիպտացիների աստվածների կամ չաստվածների վրա։ Դրա համար Աստված ունի նպատակ եւ մեր վերջի ձայնագրության մեջ մենք կանրադառնանք արդեն Աստծո նպատակներին, որովհետեւ երբ որ առաքյալը հարց է տալի, հիմա ինչ ասեք, միթե Աստծո մոտ անիրավություն կա կամ Աստված անարդար է, ինքը հենց այնպես չի դա առաջ քաշում։ Այդ երկու կոնցեպտը փարավոնի պարագան, Մովսեսի պարագան, այսինքն արդարացիությունը Աստծո ողորմությունով եւ նաեւ մարդու պատասխանատվությունը փարավոնի պարագայում ինքը ներկայացնում է Աստծո նպատակների օղակում։ Դրա համար արդեն 19-ը մեջ ասում է, ապա ինձ կասեք, ել ինչու է մեղադրում նրա կամքին ով հակառակ կկենա, եւ բայց դու ով ես մարդ, երբ որ դուք կարդում եք արդեն 20 համարում, անդրադառնում է Աստծո նպատակին, ասում է, բայց դու ով ես մարդ, որ Աստծուն ասես ինչի ունես նպատակներ։ Մենք կանրադառնանք, այսօր չենք անդրադառնա դրան, այսօր կանրադառնանք ողորմության կոնցեպտին, այն կզանազանենք արդարությունից եւ կհասկանանք, որ իրականում Աստվածաշունչը մեզ ներկայացնում է արդարությունը եւ այդ արդարությունից վեհ փրկության ծրագրի մեջ ներկայացնում է ողորմությունը կամ ձրի շնորհքը։ Ձրի շնորհք նշանակում է անարժանացած շնորհք։ Աստծո հաճությունը անարժանացած, ոչ թե արժանացել եք եւ Աստված հաճություն է տալի ձեզ, որ քանի որ դուք դա արել եք, այլ անարժանացած շնորհքի մասին է խոսքը։ Եվ փրկության հիմքում ընկած է սա։ Եկեք ընթերցենք հատվածը հիմա եւ կանրադառնանք։ Ուրեմն հիշենք, պատասխանում է առաքյալը այս հարցին։ Հիմա ինչ ասենք, Աստծո մոտ անիրավություն կա Քավլիցի։ Հիմա ինչ ասենք, միթե Աստծո մոտ անիրավություն կա։ Ես ընթերցում եմ Հռոմեացիս 9:14-ից 24 համարները։ Հիմա ինչ ասենք, միթե Աստծո մոտ անիրավություն կա Քավլիցի, որովհետև Մովսեսին ասում է, դες որովհետևը պատասխանում այդ հարցին, որովհետև Մովսեսին ասում է կողորմեմ ում որ կողորմեմ եւ կգթամ ում որ կգթամ։ Բառացի բնագրի մեջ գրված է կամ դուք եթե հունարեն կոյնեն ընկալեք, կհասկանաք, որ հենց այդպես է հնչում, որովհետև Մովսեսին ասում է կողորմեմ ում որ կամենում եմ ողորմել եւ կգթամ ում որ կամենում եմ գտալ։ Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, այսինքն չկա մարդկային կամեցողություն, որի արդյունքում էլ Աստված կամենա նրան ողորմել։ Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է եւ ոչ էլ վազողից կամ ջանք անողից է, այլ Աստվածանից, որ կամենում է ողորմել։ Նույնպես ես ավելացրեցի կամենում է ողորմել, այլ Աստվածանից, որ ողորմում է։ Այս հատվածում մեր նախորդ ձայնագրության մեջ ես ասացի, որ կա բանալի սկզբունք, բանալի բառ,
որը կարա արտահայտվի եւ կարա ուղակի արտահայտվի, այսինքն գրվի եւ կարա ուղակի մտքերի մեջ արտահայտվի, այսինքն բառերի վերջավորությունները կամ շարահոսությունը նախադասության ուղակի ցույց է տալի, որ խոսքը գնում է Աստծո կամքի եւ այստեղ կա երկու կամք հակաթեզիս մեկը մյուսին, Աստծո կամքն է, որ կամենում է ողորմի եւ նաեւ մարդկային կամքն է, օրինակ փարավոնի կամքը, որ չի կամենում թույլ տա Աստծո ժողովրդին, որ դուրս գա կամ չի կամենում Աստծո կամքին հնազանդվի։ Մեկ կտեսնենք եւ այստեղ երբ որ խոսքը գնում է խստացնելու մասին, խոսքը չի գնում որ փարավոնը բարի նյութրալ վիճակում էր եւ Աստված նրան այդ բարի վիճակից չարացրեց կամ խստացրեց նրան սիրտը, ոչ։ Կա երկու սկզբունք, այսինքն Աստված ունի իրավունք մարդու կամքի վրա ներգործելու եւ ուղակի թույլ տալու, որ մարդու կամքը արտահայտի իր մեղավոր բնության հատկությունները եւ չներգործելու։ Հարց եմ ձեզ տալիս եւ շարունակենք մեր ընթերցանությունը։ Որն եք դուք համարում արդար, երբ որ Աստված մարդու կամքի վրա գործում է, թե մարդու կամքի վրա չի գործում, թույլ է տալի, որ մնա ազատ։ Ես գիտեմ ձեր պատասխանը։ Դուք կասեք, երբ որ չի ներգործում, մարդուն թողում է իր ազատ կամքով։ Այո, այ փարավոնի վրա կամ կորուստի գնացողների վրա Աստված վարվում է արդարությամբ, չներգործելով նրանց ազատ կամքի վրա։ Իսկ նրանց ազատ կամքը միշտ արտահայտում է իրենց մեղավոր բնությունը, աստվածամերժությունը։ Չկա մեկը իր ազատ կամքով, որ աստվածասեր լինի։ Բոլորը ընկան Աստծո փառքից պակասած են։ Այսինքն առաջնային մեղքը վնասել է մարդու կամեցողության հասկացողությունը։ Մարդը ազատ է կամենալու, բայց միայն մեղք։ Մարդը չունի ազատ կամք Աստծուն հնազանդվելու, ինքը վնասված է այս առումով, դա Աստվածաշունչն է ասում։ Այդ դրա համար նրանց կամքի վրա, կամքի վրա, որ Աստված ներգործում է, այդ ներգործելով չի վարվում արդարությունով։ Այդ ներգործելը, եթե հիշում եք Հիսուսի խոսքերը, եթե հայրս չքաշի, որևէ մեկը չի գա։ Այսինքն, եթե հայրս նրանց կամքի վրա չներգործի, որևէ մեկը չի գա դեպի հայրս։ Իսկ նրանց կամքի վրա, վրա որ հայրը չի ներգործում, չի քաշում, նրանց հետ վարվում է արդարությամբ, թույլ է տալի, որ մնան իրենց ազատ կամքի մեջ։ Այսինքն, մենք ինչ տեսանք հիմա։ Տեսեք, դեռ ընթերցած ես արդեն կոնցեպտը ձեզ ասեցի, մենք տեսնում ենք, որ առաքյալ այս երկու օրինակն առաջ քաշում։ Կա մարդկության մեջ, ընդհանուր մարդկության մեջ կատեգորիա, որոնց կամքի վրա Աստված ներգործում է իր գերիշխանության իրավունքով, եթե չներգործեր, բոլորը պիտի գնային դատաստանի։ Բայց որոշ մարդկանց իր կամքի հաճությունից, գերիշխանությունից ներգործում է նրանց կամքի վրա, նրանց ճուզողներին ուզող անելով, եւ որոշ մարդկանց վրա իր կամքի հաճության պես չի ներգործում նրանց կամքը, թողում է արդարությունով։ Այսինքն կան մարդիկ, որոնց հետ Աստված վարվում է շնորհքով, ողորմությունով, եւ կան մարդիկ, որոնց հետ Աստված վարվում է արդարությունով։ Տեսեք, որովհետեւ մեր հարցը, այսինքն եթե ինքը 14 համարում ասում է հիմա ինչ ասենք, միթե Աստծո մոտ անիրավություն կա, բխում է նրանից, որ հարցը առաջանում, Աստված արդյոք արդար է, եթե բոլորին չի ողորմում։ Այ հենց խնդիրը նա է, որ Աստված արդար է, որ ոմանց որոշ մարդկանց տանում է դժոխք։ Այ հենց այստեղ է Աստված արդար, որ չի ներգործում նրանց կամքի վրա եւ մարդկանց տալիս է այն ինչի արժանի են։ Այ հենց այստեղ է արդար։ Այսինքն այն հարցը, որ մենք ասում ենք արդյոք արդար է Աստված, որ ոմանց չի փրկում եւ տանում է դժոխք, այնց այստեղ իրականում ինքը վարվում է արդարությունով։ Իսկ նրանց կամքի վրա ներգործում է ճուզողներին եւ քաշում է ողորմությունով, այն նրանց հետ Աստված չի վարվում արդարությունով։ Այ այստեղ է Աստծո անարդարությունը ողորմության առումով։ Իսկ նրանց որ տանում է կորուստի, նրանց հետ վարվում է արդարություն։ Մեկը չի կարող ասի, ինչի տարար դժոխք, ինքը քեզ կասի, որովհետեւ դու իմ օրենքը չկատարեցիր։ Տեսեք, այս սկզբունքը առաքյալն առաջ քաշում։ Իսկ ողորմությունը արդարությունից վեհ է։ Դա համար մեր այս հատվածում մենք կարադառնանք սրան։ Ինչքանով է Քրիստոսը ներկայացնում սա Մատթեոս 20-րդ գլխում եւ որն է հիմքում ընկած այդ օրինակի, որ Քրիստոսն առաջ է քաշում։ Գիտեք ինչ բառերի մասն է խոսքը։ Կանչվածները շատ են, այսինքն ինքը սիրագից վերջում սա է ասելու, որովհետև, այսինքն երբ որ պատմում է այդ օրինակը, հետևից ասում է որովհետև կանչվածները շատ են կամ Աստծո կողմից օգտագործները, իր դաշտում աշխատողները, Աստված օգտագործումը շատ են, իսկ ընտրվածները կամ Աստծո ողորմությունով ընտրվածները կամ փրկվածները քիչ։ Տարբերությունը տեսեք։ Աստծո կողմից օգտագործվողները շատ են, արդարորեն, բայց անարդարորեն փրկվածները, ընտրվածները քիչ են։ Եվ Հիսուս Քրիստոսն է ասելու։ Եվ դուք տեսնելու եք, որ ինչ օրինակ է ինքը առաջ քաշում։
մի օրինակ, որը ուղղակի ձեզ ցույց կտա նույն Պողոս Առաքյալի զարգացրած մտքերը։ Հիմա եկեք ընթերցենք, արդեն առանց մեկնաբանության։ Հիմա ինչ ասենք, միթե Աստծո մոտ անիրավություն կա, քավ լիցի, որովհետև Մովսեսին ասում է կողորմեմ, ում որ կողորմեմ, եւ կգթամ, ում որ կգթամ, ապա ուրեմն ոչ կամեցողիցն է եւ ոչ էլ վազողից, այլ Աստվածանից, որ ողորմում է։ Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, նշանակում ուրեմն կամեցող չկա էլ, եւ ոչ էլ ջանկանող կա, այլ Աստվածանից, որ կամենում է ողորմել։ Նրանց որ պիտի դատապարտեր, բայց կամեցավ մի քանիսին ողորմել, որովհետև Գիրքն ասում է Փարավոնի, թե հենց նրա համար գրգռեցի քեզ, որ քեզանում ցույց տամ իմ զորությունը եւ իմ անունը ամեն երկրի մեջ պատմվի։ Եվ մենք գիտենք, որ այս գրգռել չի նշանակում, որ բարի մարդուն խստացրեց, այլ ուղղակի թույլ տվեց, որ այդ մարդու մեղավոր բնությունը արտահայտվի ագահությունից ելնելով, որտեղ Գիրքն ասում է Փարավոնին, թե հենց նրա համար գրգռեցի քեզ, որ քեզանում ցույց տամ իմ զորությունը եւ իմ անունը ամեն երկրի մեջ պատմվի, նպատակի մասին է խոսում։ Ապա ուրեմն ում որ կամենում է ողորմում է եւ ում կամենում է խստացնում է։ Ում որ կամենում է կամքի վրա ներգործում է ողորմությունով եւ ում որ կամենում է թույլ է տալիս, որ մնա իր խստացման մեջ արդարությունով։ Ապա ինձ կասես, էլ ինչու է մեղադրում նրա կամքին, ով հակառակ կկենա եւ անմիջապես անդրադառնում է Աստծո նպատակին, որ Աստված ունի նպատակ, հենց այնպես չի անում այդ ամենը։ Ապա ինձ կասես, էլ ինչու է մեղադրում նրա կամքին, ով հակառակ է։ Գիտեք ինչի է այս հարցը գալի, ապա ինձ կասես, էլ ինչու է մեղադրում, որտեվ վերջի, այսինքն դրանից նախորդ այդ բացատրությունը Մովսեսի պարագան եւ Փարավոնի պարագան ուղղակի բավարարեց, այսինքն Պողոս Առաքյալը այս պատասխանով բավարարում է այդ հարցը, որ Աստծո մոտ արդարություն, անարդարություն գոյություն չունի։ Ինչի, որովհետև երբեք ինքը պարտականություն չի վերցրել որևէ մեղավորի ողորմելու, բայց պարտականությունն է վերցրել, որ ամեն ով որ մեղք գործի, նրան պիտի պատժի։ Այսինքն, եթե Աստված չպատժի, կվարվի անարդար։ Այ երբ որ պատժում է, վարվում է արդար։ Իսկ արդեն ողորմածներին ուրիշ կատեգորիա է, նա արդարության հետ կապ չունի, որ մենք առաջ քաշենք արդարությունը։ Այս է պատասխանը, այսինքն ինքը բավարարված է համարում արդեն այդ պատասխանը եւ արդեն անդրադառնում, ապա ինձ կասես, էլ ինչու է մեղադրում, այսինքն եթե ինքը արդար է, էլ ինչու է մեղադրում, դա այդպես է պիտի լինի, նրա կամքինով հակառակ կկենա, այսպես տեսեք, որպեսզի ավելի հասկանանք, ապա ինձ կասես, այդ ապա ինձ կասես ինչի՞ց է արտադրվում նրանից, երբ որ անձը հասկանում է, որ Աստծո մոտ անարդարություն չկա։ Ասում է դեպքում ինձ կասես, էլ ինչի է մեղադրում, ոնց կուզի թող այնպես էլ վարվի, եւ ինքն ասում է նրա կամքինով հակառակ կենա, չենք կարա, որտեղ նրա կամքը ինչի հետ է կապված նրա կամքը երկու կերպով է արտահայտվում։ Ոմանց կամքի վրա ճնշելով նրանց դարձնի ուզողներ եւ ոմանց էլ կամքի վրա չճնշելով, վարվելով արդար, չձեռ տալով նրանց կամքին, թույլ տա որ արտահայտվի նրանց ազատ կամքը մեղավոր բնության օղակներում։ Այսինքն նրա կամքին ասում, այո, նրա կամքին որևէ մեկը չի կարող հակառակել։ Դու ով ես որ ասես, ինչի Աստված այդպես վարվում, ինչի Աստված այդպես արդար վարվում։ Դու ով ես որ ասես եւ առաջ հակաշում։ Բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ պատասխան ես տալիս, միթե ստեղծվածը կասեի ստեղծողին, թե ինչու այդպես արիր ինձ, այնպիսի խոսքեր ասված։ Գիտեք ինչ է ասում ուղակի։ Միթե ասում է ցեխը, կավը ավելի խելոք է, քան թե կավագործը, որ այդ ցեխից ինչ որ մի անոթ է պատրաստում։ Դուք ինքները ձեզ այդ հարցը տվեք։ Ցեխը կամ այն պլաստիրինը, որով դուք մի բան պատրաստում եք, ավելի խելոք է, քան թե դուք, կամ այն լեգոն, որ ձեր երեխաները այդ լեգոյով ինչ որ մի բան են պատրաստում, կամ դուք լեգոյով ինչ որ մի բան պատրաստեք։ Կարա լեգոն ձեզ ասի, այ հիմար, այդ ինչի ես այդպես ինչի ինձի այդպիսի բան սարքեցիր։ Այսինքն կարա լեգոն ձեզանից ավելի խելոք լինի, ձեզ հիմար անվանելով, կամ ձեր կամքի հետ չհամաձայնվելով։ Իհարկե ոչ։ Ով է լեգոն, որ կարողանա այդ պատրաստողին ասի ես քեզանից խելոք եմ։ Սա է ինքը առաջ քաշում։ Բայց վերևում ինքը ցույց տվեց, որ Աստված արդար է վարվում։ Աստված ունի իրավունք մարդու կամքի վրա ճնշելու եւ մարդու կամքի վրա չճնշելու, բայց ինքը չի ասում, որ բարի մարդու կամքի վրա է ճնշում։ Ինքը ճնշում է այն մարդկանց կամքի վրա, որոնք պիտի գնան դատապարտության։ Իր կամքի համաձայն պատասխանատվություն չի վերցրել, բայց ճնշում է մի քանիսին իր փառքի համար քաշում է, որպեսզի ցույց տա իր ողորմությունը։ Իսկ մյուսների հետ վարվում է արդար, նրանց կամքին ձեռ չի տալիս, թույլ է տալի, որ իրենց ազատ կամքով գնան, այսինքն ցույց տալով իր բարկությունը եւ զորությունը այդ անոթների վրա։
բայց Աստված բարի մարդուն չի խստացնում, այլ ընդհակառակը խստերից ոմանց վրա ներգործելով քաշում է իր փառքի մեջ։ Այստեղ որտեղ է ինքը անարդար։ Եվ ինքը այն օրինակը, որ մենք կարդալու ենք Մատթեոսում, հենց դա է ասելու։ Եվ հիմա դուք ավելի խորը սա կտեսնեք։ Բայց դու ով ես մարդ, որ Աստծո դեմ պատասխան ես տալիս։ Միթե Աստված կասե, միթե ստեղծվածը կասե իր ստեղծողին, թե ինչու այդպես արիր ինձ։ Միթե բրուտը, կավագործը իշխանություն չունի կավի վրա, հողի վրա, որ միևնույն զանգվածից, այսինքն միևնույն բոլորը դատապարտված զանգվածից, մեկը պատվի անոթ եւ մյուսը անարգության անոթ չինը։ Եվ ինչ եթե Աստված կամենում էր, հիշում եք ասացի բանալի բառը կամենում, եւ ինչ եթե Աստված կամենում էր արդեն մինչև հավիտենականությունը ցույց տալ բարկությունը եւ հայտնել իր զորությունը, մենք կարանք Աստծուն ասենք, մենք համաձայն չենք, որ դու ուզում ես քո բարկությունը եւ զորությունը ցույց տաս։ Ով կարա ասի։ Դա Աստված է որոշել, որպեսզի ցույց տա իր փառքը, որտեղ զորությունը եւ ողորմությունը դա Աստծո փառքի բաղադրիչն է։ Եթե հիշում եք, բայց մենք խոսենք վերջի ձայնագրության մեջ այս մասին ավելի խորը։ Երբ որ մենք ասում ենք Աստծո փառք, դա նշանակում է փայլը պիտի երևա, ով է Աստված։ Եվ Աստծո փառքը երբեք ամբողջական չի լինի, եթե Աստված ամբողջությամբ ցույց չտա իր հատկությունները։ Այդ հատկությունների փունջը սավակուպն է, այդ ամբողջությունը ցույց է տալի Աստծո ամբողջ փառքը։ Փառքը դա ով է Աստված։ Եթե մենք Աստծուն ճանաչենք միայն երկու հատկությունով, մյուսները չճանաչենք, ուրեմն մենք շատ ուղղակի, շատ քիչ կճանաչենք Աստծուն։ Ոչ ամբողջական փառքը նրա։ Քիչ կճանաչենք։ Ինչպես ոմանք ուզում են, ինչպես ոմանք չեն անդրադառնում նախասահմանության, չէ՞ որ նախասահմանությունը պես արտահայտում է Աստծո գերիշխանությունը։ Եթե դուք չեք անդրադառնում դրան, չեք ուսումնասիրում Աստվածաշունչը, դուք արհամարհում եք Աստծո այդ հատկությունը, գերիշխանությունը։ Լավ։ Ամեն դեպքում մենք կտեսնենք, որ սրա մասին է խոսքը։ Եվ միթե բրուտը իշխանություն չունի հողի վրա, որ միևնույն զանգվածից չինե մեկը պատվի անոթ եւ մյուսը անարգության, միևնույն զանգվածից։ Եվ ինչ եթե Աստված կամենում էր ցույց տալ բարկությունը եւ հայտնել իր զորությունը, շատ երկանամտությամբ համբերեց բարկության անոթներին, որ կորուստի համար պատրաստված էին, եւ որ հայտնի ցույց տա իր փառքի մեծությունը ողորմության անոթների վրա, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար, որ մեզ էլ կանչեց ոչ թե միայն հրեաներից, այլ հեթանոսներից էլ, որպեսզի մի փոքր մնացորդ շնորհքի ընտրության պես մնացորդ փրկվի։ Իսկ եթե չլինի շնորհքի ընտրությունը, լինի արդարության ընտրությունը, ուրեմն բոլորս պիտի գնանք դատապարտության, որտեղ որևէ մեկը չկա կամեցող, որևէ մեկը չկա վազող։ Բոլորը խոտորեցին եւ Աստծո փառքից ընկած են, բայց փառք Աստծուն, որ ունի իր փառքի որպես բաղադրիչ ողորմություն ցույց տալու կամք, եւ այդ ողորմությունը ցույց է տալիս ոմանց, ում վրա ինքը կամենում է, ոչ թե պարտական է, այլ ում որ կամենում է, իսկ դատաստանը ինքը պարտավոր է բոլորին ուղարկի։ Այսինքն եթե որևէ մեկին ուղարկում է դատաստանի, դրանց հետ վարվում է արդար, այհենց այդտեղ է ինքը վարվում արդար։ Եվ եթե մենք ասում ենք անարդար է, որ ոմանց ուղարկում է դատաստանի, սխալ ենք ասում, որտեղ հենց դրանց հետ է ինքը վարվում արդար։ Իսկ նրանց, որոնց ողորմում է, դրանց հետ արդարությունով չի վարվում։ Նրանց հետ վարվում է ձրի շնորհքով։ Ձրի շնորհքը արդարությունից վեհ է, արդարության օղակներում չի տեղավորվում ձրի շնորհքը։ Եվ մենք սա Մատթեոս 20-ում կտեսնենք։ Հիմա եկեք ամբողջացնենք ընդհանուր ինչի մասին է խոսքը։ Որպեսզի պատասխանի հարցին արդար է արդյոք Աստված, հիշեք, առաքյալը առաջ է քաշում եւ անդրադառնում է Աստվածաշնչի։ Երբեք չի փորձում, որ այս հարցը բավարարի մարդկային մտածելակերպով, փիլիսոփայական մոտեցումով, որտեղ արդարության հիմքում ընկած է հավասարության սկզբունքը, այլ արժանավորության սկզբունքը։ Ինքը առաջ է քաշում Աստծո հայտնությունը եւ Պողոս առաքյալի համար ամեն մի հարցի պատասխանի բավարարումը ինքը գտնում է Աստծո հայտնության մեջ, ոչ թե փիլիսոփայորեն մարդկային մտքին հարմարացնելու մեջ խոսքը, այլ Աստծո հայտնությունից քաղելու Աստծո հատկությունը եւ այդ հատկությունով պատասխանելու այդ մարդկային սխալ ընկալման պատասխաններին։ Միթե Աստված արդար չի եւ առաքյալը պատասխանում է Աստծո հայտնությունով, ոչ թե մարդկային բանականությունը մարդկորեն հարմարացնելով։ Սա առաջինը։ Երկրորդ,
Առաքյալն առաջ է քաշում երկու կարևոր մեջբերում՝ Ելից 32 եւ 33 գլուխները, որտեղ խոսում է Աստծո կամքի ողորմության մասին, որը որ արդարությունով չի, որտեղ բոլորն էին այդ հորթին երկրպագե եւ բոլորին պիտի ջնջեր իր գրքից, եթե հիշում եք անցյալ ձեռնարկության մեջ խոսեցինք, սակայն ինքն ասեց կողորմեմ ում որ կուզեմ ողորմեմ եւ կգտամ ում որ կգտամ, եթե արդարությունով վարվեմ բոլորին պիտի պատժեմ, բայց ես կողորմեմ ում որ կուզեմ ողորմեմ, դա որևէ մեկը չի կասի ինչի ինձ չողորմեցիր, որտեղ արդարությունով է վարվել, դա իր կամքն է ում որ ուզի ողորմի, այստեղ է ամբողջ խնդիրը։ Հիմա եւ Ելից 9:16, որտեղ ցույց է տալի մարդու պատասխանատվությունը փարավոնի կյանքում։ Փարավոնի կյանքում վարվեց արդար։ Տեսեք, բայց դա իր նպատակներից ելնելով, նորից եմ ասում, որտեղ եթե Աստված ուղղակի ներգործեր փարավոնի սրտի վրա փապ կացներ, փարավոնը ուղղակի անմիջապես կարձակեր ժողովուրդը։ Տեսեք մի կարևոր սկզբունք, ես ձեզ ասեմ, հատվածը բարդ է, բայց ուշադիր եղեք։ Ինչի ենք մենք խոսելու Աստծո նպատակների մասին, որտեղ շատ հաճախ, երբ որ մենք հերակա անմիջապես դիտարկում ենք, մեզ թվում է, թե Աստծո նպատակը, որպեսզի շատ շուտ փարավոնը արձակի իսրայելացիներին Եգիպտոսից, չէ՞։ Մենք ասում ենք նպատակը ո՞րն է, Աստված ուզում է, որ փարավոնը իր ժողովրդին ազատի։ Եվ մենք մտածում ենք, որ ինչքան շուտ հնազանդվեր եւ արձակեր, այնքան դա Աստծո կամքին համաձայն էր։ Ոչ։ Այո, Աստծո կամքն էր, որպեսզի փարավոնը արձակեր Իսրայելը իր ժողովուրդը, որպեսզի երկրպագեին անապատում իրեն, սակայն Աստծո գերիշխան կամքի մեջ նպատակների մեջ էր, որպեսզի Աստված ցույց տա իր զորությունը, դրա համար ինքը չի ներգործում փարավոնի սրտի վրա, որպեսզի արտահայտվի փարավոնի խստությունը եւ 10 պատիժներ գա, որպեսզի երևա Աստծո զորությունը։ Այսինքն ոչ թե միայն Աստծո նպատակն էր, որպեսզի փարավոնը արձակի իր ժողովուրդը, այլ նաև որպեսզի փարավոնը շատ արագ չարձակի, այլ որպեսզի Աստծո զորությունը կամ պատիժները արտահայտվի եւ ամբողջ երկիրը իմանա, որ Աստված ավելին է, քան եգիպտացիների աստվածները, չաստվածները։ Այսինքն Աստծո նպատակներից է մղվում Աստված ներգործի մարդու կամքի վրա, թե ոչ, եւ ինքը արդար է գործելու եւ չգործելու վրա։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Եվ մենք սա տեսանք, այսինքն առաջինը մենք տեսանք սա, որ այս երկու կերպով, այսինքն առաջինը Աստված չի պատասխանում այս հարցին մարդկային մտածելակերպի օղակներում, այլ անդրադառնում է Աստվածաշնչի Աստծո մասին հայտնության, ով է Աստված, առաջ քաշելով Ելից 32-33 Մովսեսի պարագան հորթի եւ առաջ քաշելով Ելից 9-16 փարավոնի պարագան, որտեղ թույլ է տալի, որ Աստծո փարավոնի սիրտը ինքը իր պարագայով իր բնության օղակներում խստանա, այստեղ խոսքը գնում է այդ հարցի պատասխանի մասին։ Դրա համար ինքը արդեն 10-ին համար ասում, ապա ինձ կասես, ելի ինչի է մեղադրում, ինչի, որովհետև 16-ում ասում է, ապա ուրեմն ոչ կամեցողից եւ վազողից, այլ Աստվածանից, որ ողորմում է։ Իսկ 18-ում ասում է, ապա ուրեմն ում որ կամենում է ողորմում է եւ ում որ կամենում է խստացնում է, կամ ում որ կամենում է կամքի վրա գործում է, ում որ կամենում է թողնում է ազատ կամքին։ Այստեղ անարդարության խնդիր չկա։ Եվ դրա համար առաջի մեր հատվածը սա էր։ Երկրորդը մենք անդրադարձանք, որ այս հարցի պատասխանատվության մեջ, այսինքն մարդու պատասխանատվության մեջ առաքյալը առաջ է քաշում կամքի վրա չներգործելը, ինչպես ես արդեն առաջինում ասեցի, սակայն ավելի խորացնում ասա ներկայացնելով Աստծո նպատակները։ Հիմա որպեսզի մենք ավելի լավ զանազանենք կամքի վրա ներգործելու եւ կամքի վրա չներգործելու արդարացիությունը, եկեք անդրադառնանք այսօր Մատթեոս 20-րդ գլխին։ Եկեք հիշենք ինչի մասին է խոսում եւ սա կամբողջացնի։ Տեսեք։ Մինչ մենք անդրադառնանք Մատթեոս 20-րդ գլխին, որտեղ Հիսուս Քրիստոսը ներողություն խոսում է ընդհանուր հենց ողորմության կոնցեպտի մասին եւ սա ավետարանում շատ կարեւոր սկզբունք է, որտեղ Մատթեոս ավետարանը ներկայացնում է Քրիստոսին որպես մարդու որդի կամ Դավթի որդի, որպես թագավոր Մեսիա, այստեղ կարևոր է մենք հասկանանք, որ այս օղակներում ներկայացնում է նաև նրա կարևոր փառքի հատկությունը, ողորմությունը կամ նրա գերիշխանությունը, որ իշխանություն եւ ինքը օգտագործելու այստեղ այդ բառը իշխանություն։ Բայց ինչ սրանք անդրադառնանք, եկեք առաջի, այսինքն մոտակա կոնտեքստը, տեսնենք ինչի համար է ի վերջո Հիսուս Քրիստոսը խոսում է այս մասին։ Ինչի այդ օրինակը Հիսուսը քաշում, որտեղ տեսեք Մատթեոս 19-ում ես մի րոպե ձեզ ասեմ, որ հատվածից ընթերցենք, ներողություն։
16 համարից եւ ահա մեկը եկավ նրա մոտ եւ ասեց. «Բարի վարդապետ, ինչ բարի գործ գործեմ, որ հավիտենական կյանք ունենամ»։ Ինչ բարի գործ գործեմ, այսինքն շեշտը դրված է մարդու կարողության, հատկության վրա, որ ինքը ունի պոտենցիալ կարողություն բարի գործ գործելու, բայց մենք գիտենք, որ մարդը չի կարող Աստծո օրենքը պահի այն կատարելությամբ, որպեսզի Աստված նրան վարձք որպես փրկություն շնորհի, որտեղ փրկությունը շնորհվում է ձրի շնորհքով, այսինքն ողորմությունով, իսկ մարդը Աստծո օրենքի գործերը կատարել ուղղակի դատապարտվում է, այսինքն ցույց է տալի, որ ինքը չի կարող այդ օրենքը կատարել, որտեղ մեղավոր բնություն ունի, որը չի տալի կարողություն այդ օրենքի գործերը կատարելու։ Հիմա եւ ահա մեկը եկավ նրա մոտ եւ ասեց. «Բայց այս տղան ավելի հակված է, որ ինքը բարի է»։ Դրա համար Հիսուսն ասում է. «Ինչի՞ ես ինձ բարի ասում, որտեղ բարին միայն Աստված է»։ Այսինքն դու ինձ բարի ասելով նաեւ միգուցե քեզ էլ ես բարի ընկալում, բայց բարի մարդ չկա։ Հիմա տես, եւ ահա մեկը եկավ նրա մոտ եւ ասեց. «Բարի վարդապետ, ինչ բարի գործ գործեմ, որ հավիտենական կյանք ունենամ»։ Նա էլ ասեց. «Ինչու ես ինձ բարի ասում, ոչ ոք բարի չէ, բացի միայն մեկ Աստվածանից»։ Գիտեք Հիսուսը ինչ է պատասխանում։ Ասում է, դու ասում ես բարի վարդապետ, ինչ բարի գործ գործեմ, այսինքն բարի գործ գործողը հասկանում է, որ ինքը բարի տղա է, բարի գործ անելու հատկություն ունի։ Աստված ասում է, բայց որևէ մեկը բարի չէ, այսինքն չունի այդ հատկությունը անելու։ Ինչ ես ինձ բարի ասում, եթե որպես մարդ ես ինձ ընկալում։ Իսկ եթե Աստված ես ընկալում, դա ուրիշ բան է։ Հիմա տեսեք, նա էլ ասեց նրան, ինչու ես ինձ բարի ասում։ Ոչ ոք է բարի, բացի միայն մեկ Աստվածուց։ Իսկ թե որ կամենում ես կյանք մտնել, պահիր նրա պատվիրանները, պահի պատվիրանները։ Եթե այս անձ ուղղակի անկեղծ լիներ, կասեր Տեր, ես չեմ կարողանում։ Որտեվ պատվիրանները օրենքը տրված չի, որ մենք դայն կատարենք եւ փրկվենք։ Պատվիրանները տրված է, որով մենք հասկանում ենք, որ մեղավոր ենք եւ չունենք կարողություն այն կատարելու։ Դրա համար ողորմության կարիք ունենք։ Հիմա տեսեք, սրանից հետո, երբ որ Քրիստոսը ներկայացնում է սրան եւ այս անձը իրեն ներկայացնում է, որ մանկուցի վեր սա պահել եմ ամեն ինչ, ասում է, ինչ է ինձ պակասում, Հիսուսն ասում է ամենակարևոր պատվիրանը, ունեցվածքը ծախի տուր աղքատերին, սիրի քո դիմացինին քո անձի պես, եւ տեսնում եք, որ շատ տխուր գնում է, եւ Հիսուսը շեշտում է, որ այս անձը ուրիշ Աստված ունի, իր Աստված իր ունեցվածքն է, որի համար ամեն ինչ կտա, դրա համար տխուր գնաց եւ հետեւից ասում է ավելի հեշտ է, որ ուխտը մտնի ասեղի անցքով, քան թե հարուստը մտնի Աստծո արքայություն։ Հարուստը եւ ուխտ հասկացողություն պետք է անցալեն, այսինքն ավելի հեշտ է ուխտը մտնի։ Դա նշանակում է անհնար է, ուխտը երբեք ասեղի անցքով չի մտնի։ Չգիտեմ, սխալ մեկնաբանություններ կա, որ ասեղի անցք դա ինչ-որ դարպասների հետ ակապ, սիրելիներ, ոչ։ Քրիստոսը ներկայացնում է, որ դա անհնար է, երբ որ ինքն ասում է ավելի հեշտ է, հրեական մենտալիտետի ներժողականության սկզբունքով, այդ օրինակով է ինքը խոսում։ Ավելի հեշտ է, որ ձեր շենքը տեղավորեք ձեր բաժակի մեջ, քան թե հարուստը տեղավորեք Աստծո արքայության մեջ։ Այսինքն սա անհնար է, շենքը չեք կարող բաժակի մեջ տեղավորեք։ Նույնը Հիսուսն ասում, ավելի խոր, ավելի հիպերբոլ օգտագործելով ուխտը, որ ամենամեծ կենդանին էր ըստ հրեաների այդ ժամանակ, եւ նաեւ ասեղի անցքը, որ ամենափոքր անցքն էր, որ շատ դժվար էր այն ծագել, որտեղ այդ ժամանակ չկար այս տեխնոլոգիաները։ Այսինքն չի կարող անցնի։ Մենք ասում ենք դժվար է, չի նշանակում որ դժվարությունով կանցնի։ Սրանից հետո Քրիստոսը կարևոր սկզբունք ասում, երբ որ ասում է դժվար է, որ հարուստը մտնի Աստծո արքայություն, դեռ խոսքը գնում է Աստծո արքայություն մտնողների մասին։ Դրա համար ինքը 20-րդ գլխում զարգացնելու է ողորմության կոնցեպտը, ոչ թե արդարության։ Արդարությունով այս երիտասարդը միայն պիտի դատապարտվի։ Եթե Աստված այս երիտասարդի սրտի մեջ չներգործի, նրան ցույց չտա իր անկարողությունը, եւ այս երիտասարդը ուղղակի մտածի, շարունակի մտածել, որ ինքը բարի է եւ կարա բարի գործ անի, որի արդյունքում արքայություն պիտի ժառանգի, ի վերջո դատաստանները լսելու է գնա դատաստան, որտեղ դու օրենքը չես կատարել։ Եվ ինքը շատ լավ գիտի դա։ Հիմա տեսեք, որ ինքը չի կարող օրենքը կատարել։ Իսկ կեղծավորությունով բոլորի առաջ կարակ ցույց տաք, որ դուք օրենքը կատարում եք։ Հիմա տեսեք, եւ անմիջապես Հիսուսի խոսքերը ես ում ընթերցեմ, երբ որ աշակ Պետրոսը հարց է տալիս, եւ նրա աշակերտները, երբ որ լսեցին, երբ որ ասեցին հարուստը չի կարող մտնի, զարմացան եւ ասեցին, ապա ով կարող է փրկվել։ Ինչ հարց են տալի։ Ապա ով կարող է փրկվել։ Եվ մեր Հռոմեացիս թղթի 1-ից մինչև 8-րդ գլուխը ընդհանրապես Հռոմեացիս թղթի գլխավոր նպատակը ճշմարիտ ավետարան առաքյալը պոկում է բոլոր խեղաթյուրումները, որոնք շնորհքը վերածում են գործի մյուս,
Այս հարցին է պատասխանում, ով կարող է փրկվել։ Դա մար Պողոս Արաքյալն ասում է, ես ամոթ չեմ համարում ավետարանը, որտեղ նա է Աստծո զորությունը մարդուն փրկելու, ոչ թե օրենքը կատարելու, սկզբունքն է զորություն մարդուն փրկելու, այլ ողորմությունով եւ անմիջապես բացատրում է թե այդ ինչ փրկության միջոց է, հավատքը, որը գործ չի, որտեղ եթե հավատքը գործ լինի, ուրեմն մարդը պարծանք կունենա, դա ասում է Աստված ընտրեց այդ հավատքի միջոցով, որ որևէ մեկը չպարծենա, Աստված ընտրեց ձերի փրկությունը, որ որևէ մեկը իր հատկությունով չպարծենա, իր շնորհքով չպարծենա, այլ Աստծո շնորհքը գովասանքվի փրկության առումով, որպեսզի պարծանք չլինի, այսինքն պարծանքի գործոն չառաջանա։ Եվ այս դա որովհետև սուվերեն կամքը, Աստծո սուվերեն ընտրությունը, այդ չեզոքացնում է այդ մարդու պարծանքը իր կամքի, այսինքն դա անկախ կամք, դա նշանակում է մարդու հատկությունից չելնելով, Աստծո կամքից ելնելով ողորմություն։ Հիմա այս առումով հարց են տալի նրա աշակերտներին, որ լսեցին շատ զարմացան, ապա ով կարող է փրկվել, հարցը նայեք նորից, ապա ով կարող է փրկվել, հիմա Հիսուսի պատասխանը, Հիսուսը նրանց մտիկ տալով ասեց, մարդկանց կողման է, դա անկարելի է, մարդու ազատ կամքի բնությունով դա չի լինի, որտեղ միշտ բոլորը մերժելու են, մարդը չունի այդ կարողությունը, մարդու կողման է, ուշադիր նայեք նորից, մարդու կողման է դա անկարելի է, բայց Աստծո կողման է ամեն բան կարելի է։ Աստված կարա ներգործի այդ մարդու սրտի վրա, ով մերժող է եւ նրան անի կամեցող։ Ֆիլիպպեցիս 2:13 Աստված է ներգործում ձեր կամքի վրա, կամենալ եւ անելը իր կամքի հաճության պես։ Կամենալ, ցանկանալ եւ նաեւ այդ ցանկությունը վերածել գործի, կամենալ եւ անել իր կամքի հաճության պես։ Սա արդեն սրբազան ընթացքում, երբ որ արդեն վերստին ծնունդից հետո առաքյալը խոսում է թե ինչպես արտահայտեն իրենց փրկությունը, ոչ թե անեն որ փրկվեն, այլ իրենց փրկությունը ինչպես գործի դնեն, ինչի եւ դա կարակ, ինչի, որտեղ Աստված ձեր կամքի վրա ներգործում է, արդեն դուք սիներգիզմի մեջ եք, Աստծո հետ համագործում եք, որտեղ համագործակցում եք, որտեղ ունեք նոր բնություններ փրկված, որ տալիս է կարողություն ձեզ Աստծուն այո ասելու։ Իսկ չփրկված անձը չունի այդ կարողությունը, դա համար Աստված նրան պիտի քաշի։ Սրանք տարբեր բաներ են։ Հիմա այս առումով առաքյալները, երբ որ լսում են այս պատասխանը, ուշադիր նայեք ինչ է կատարվում, եւ հետևից Հիսուսը, բայց դարձյալ ասում եմ ձեզ, ավելի հեշտ է որ մի ուխտ ասեղի ծակովն անցնի, քան թե մի հարուստ Աստծո արքայություն մտնի, առաքյալների պատասխանից հետո Հիսուսը շեշտակի անում, ապա ով կարող է փրկվել, ում որ Աստված կամենա, նա էլ կփրկվի։ Իսկ արդար է արդյոք սա, այո, որովհետև արդարությունով, եթե վարվի Աստված, պիտի բոլորին տանի դժոխք։ Այսինքն, եւ հիմա այդ օրինակն է պատմել, որպեսզի ցույց տա եւ բաժանի ողորմությունը արդարությունից, իսկ Աստված ունի կամք որոշ մարդկանց փրկելու։ Իսկ մարդը իր կարողությունով չի կարա փրկվի։ Մարդը իր կարողությունով միայն Աստվածամերժ է, միայն Աստծուն մերժելու է եւ արդարորեն, քանի որ մեղքի վարձը մահ է, եւ Աստված անարդար կլինի, եթե այդ մարդուն չդատապարտի, դա համար արդար վարվելով այդ մարդուն ուղարկելու է դատաստան։ Ուրեմն այն հարցը, որ որքանով Աստված արդար, որ մարդուն ուղարկում է դժոխք, ուղակի հենց այս պատասխանը Աստված հենց արդար է, որ ուղարկում է դժոխք։ Իսկ այդտեղ որտեղ ողորմում է, անարդար է, որ ողորմում է, որտեղ արդարությունը եւ ողորմությունը տարբեր կատեգորիայի, տարբեր սկզբունքների մեջ են։ Չնայած երկուսն էլ Աստծո փառքի բաղադրիչներ են։ Եվ արդարությունը եւ շնորհքը ողորմությունը, որտեղ Աստված կամենում է ցույց տա եւ իր բարկությունը, զորությունը այն անոթների վրա, որոնց ազատ կամքի վրա է թողում, եւ նրանց, որոնց կամքի վրա ներգործում է նրանց փրկության տանելով։ Հիմա պետք է հասկանանք այստեղ։ Հիմա տեսեք ինչ ասում Հիսուսը։ Եվ Պետրոսն ասում, այն ժամանակ Պետրոսը պատասխանեց եւ ասեց. «Նրա, ահա մենք ամեն բաներ թողեցինք եւ քո ետևից եկանք, հիմա ինչ կլինի մեզ»։ Պետրոսը ուղղակի ցույց է տալիս, որ մենք ամեն բան թողեցինք, Հիսուսը ասել է, որ այդ ամեն բանը, որ դու թողել ես, դա քո կարողությունը չի։ Եվ եթե ես քո կամքի վրա ներգործել եմ եւ դու թողել ես, ես քեզ տալու եմ տասնապատիկը։ Դու ստանալու ես փառքը, որտեղ ես ուզում եմ քո վրա ցույց տամ իմ ողորմությունը։ Ես ընտրել եմ քեզ որպես անոթ, մեղավոր անոթ, որին քաշել եմ Պետրոս եւ ուզում եմ քո վրա ցույց տամ իմ փառքը, ողորմությունով։ Եվ կան անոթներ, որոնց հետ վարվում եմ արդարորեն, նրանց ուղակի նրանց վրա ցույց տալով իմ բարկությունը նրանց մեղքի պատճառով։ Հիմա տեսեք,
Հիսուսն էլ ասեց նրան. ճշմարիտ ասում եմ ձեզ, թե դուք իմ ետևից եկողներդ, չէ՞ որ վերևում ասեց, որ միայն Աստված կարա, այնպես անի, որ իմ ետևից գաք, որտեվ Աստծո մարդու կողման է ոչ ոք չի կարա փրկվի, միայն Աստծո կողման է ամեն բան կարելի է։ Հիսուսն էլ ասեց նրան. ճշմարիտ ասում եմ ձեզ, թե դուք իմ ետևից եկողներդ վերստին ծնունդում է, երբ որ մարդի որդին փառած աթոռի վրա նստի, դուք էլ 12 աթոռի վրա կնստեք եւ Իսրայելի 12 ցեղերը կդատեք։ Հիմա եւ ամեն ով որ թողեց տներ կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայրեր, կամ մայրեր, կամ կին, կամ որդի, ամեն բան իմ անունի համար հարյուրապատի կկառնե եւ հավիտենական կյանքը կժառանգե եւ անմիջապես նայեք հետևից։ Այս ամբողջ պատմության սիլագիզմը եւ 20-րդ գլխի այդ օրինակը որ պիտի պատմի ողորմության, այնտեղ նույնպես այս սիլագիզմը ավելի է ամբողջացնելու 30 համարում 16 համարում 20-րդ գլխի ուշադիր նայեք ինչ սկզբունք է ասում որպես սիլագիզմ, երբ որ ասում է ամեն ով որ թողեց տներ 29 համարում եղբայրներ կամ քույրեր կամ հայրեր կամ մայրեր կամ կին կամ որդի կամ արտեր իմ անունի համար հարյուրապատի կկառնեն եւ հավիտենական կյանքը ժառանգե անմիջապես եւ շատ առաջիններ կլինեն եւ հետիններ առաջին եւ շատ առաջիններ հետին կլինեն շատ առաջիններ խնդիրը Իսրայելի ամբողջ էթնիկ ժողովուրդն է որ իրեն համարում է փրկված ասում են նրանք որոնց ես առաջուց ընտրել եմ որոնք մտածում են որ փրկություն ունեն բայց խոստումի որդի չեն հիշում եք մենք այս մասին խոսել ենք եւ շատ առաջիններ որոնք իրենց համարում են աստվածապաշտ հետին կլինեն եւ շատ հետիններ որոնց ես հետո եմ կանչել որոնք չեն համարում որ իրենք առաջնային փրկվածներ են նրանք առաջիններ կլինեն եւ ինքը սա բացատրելու է սա կապված է իմ ներգործությունով, իմ ընտրությունով, մարդու Աստծո կողմից ամեն բան կարող է լինելով, ոչ թե մարդու կողման է, այլ Աստծո կողման է սա հնարավոր, որ շատ առաջիններ, որոնք իրենք կարծում են, որ իրենք կարող են կլինեն հետին, իսկ շատ հետիներ, որոնք չեն կարծում, որ իրենք կարող են, այլ նրանք կլինեն առաջին, որտեղ նրանց վրա ես ներգործել եմ, որ հասկանում են, որ չեն կարող։ Հիմա եկեք նայենք օրինակը, որովհետև նման է երկնքի արքայությունը, այսինքն որովհետև բառը այս սիլագիզմն է բացատրում։ Նորից ուշադիր եղեք։ Երբ որ ինքն ասում է եւ շատ առաջիններ հետին կլինեն եւ շատ հետիններ առաջին, ինքը բացատրում այս ամբողջ պատմությունը այս երիտասարդի հետ կապված։ Այսինքն Աստծո կողման է փրկությունը հնարավոր է, մարդու կողման է ոչ, եւ ասում է եւ շատ առաջիններ, այսինքն նրանք որ կհամարեն իրենց փրկված, ի վերջո կլինեն հետին, որտեղ իրանց կամքով, իրանց ցանկությունով, իրանց կարողությունով են ուզում, այսինքն չհասկանալով որ իրանք անկարող են եւ շատ հետիներ որոնք հասկանում են որ իրենք չեն կարող նրանք այլ կլինեն առաջիններ եւ անմիջապես որովհետեւ բացատրում է սա որովհետեւ նման է երկնքի արքայությունը մի տանուտեր մարդի որ առավոտանց կանուխ դուրս եկավ իր այգու համար մշակներ բռնելու իր այգու համար աշխատողներ իր այգու հիշում եք ես ասեցի կանչվածները շատ են սա նշանակում է Աստծո դաշտի մեջ աշխատողները շատ են բայց ընտրվածները քիչ շատ են աշխատողները որոնք կարծում են որ իրենք հեսա պիտի մտնեն իրենց կարողությունով, իրենց բարի գործերով, իրենց մարդկային հատկությունով Աստված էլ նախորոք տեսավ իրենց այոն, իրենց այդ լավ հատկությունը եւ նրանց ընտրեց ոչ հիմա տեսեք ինքը հենց սա է կոնցեպտը Աստծո կողման է ամեն բան կարելի է մարդու կողման է անհնար է որ մեկը փրկվի հիմա տեսեք Եվ երիտասարդը այդպիսիներից մեկն էր։ Բարի վարդապետ, ինչ բարի գործ գործեմ։ Ես էլ եմ բարի, ուրեմն բարի գործ գործեմ փրկվեմ։ Հիմա տեսեք։ Որտեւ նման է երկնքի արքայությունը մի տանուտեր մարդի, որ առավոտած կանուխ սկզբից դուրս եկավ եւ իր այգու համար մշակներ բռնելու եւ մշակների հետ օրը մի դահեկանի խոսելով նրանց ուղարկեց իր այգին։ Պայմանավորվեց պարտականություն վերցրեց, որ եթե աշխատեք, եթե սա անեք, ես ձեզ կտամ մի դահեկան։ Դահեկանը ամբողջ օրվա կարելի ասել ապրուստն է, շատ մեծ գումար է, մի դահեկան։ Պայմանավորվեց, երբ ինքը անարդար կլիներ, երբ որ այդ դահեկանը նրանց չտար, կամ քիչ տար։ Պայմանավորվեց մի դահեկանի եւ ասեցին այո եւ ուղարկեց դաշտում աշխատելու։ Սկզբից, օրվա սկզբից։ Եվ ամբողջ արևի տակ այս մարդիկ աշխատեցին, բայց իրանք գոհ են, որտեղ պայմանավորվածություն կա, այսինքն տանտերը վերցրել է պարտականություն, որ մի դահեկան, եւ մարդիկ գոհ են այդ գումարի մեջ, այո, շնորհակալ ենք, որ մի դահեկան է տալի։ Հիմա ուշադիր նայեք։
Եվ մշակների հետ մի դահեկանի խոսելով նրանց ուղարկեց իր այգին։ Եվ ժամը 3-ի մոտ դուրս եկավ եւ ուրիշ տեսավ, որ հրապարակում պարապ կանգնած էին։ Նրանց էլ ասեց. դուք էլ գնացեք այն այգին եւ ինչ որ արժան է կտամ ձեզ։ Տեսեք, սրանց հետ չի խոսում մի դահեկան բառը։ Ինչ որ արժան է, ինչ որ կանեք կտամ ձեզ։ Ինչ եք տեսնում այստեղ արդարության պարագայում։ Ողորմությունը, հավասարությունը, թե արժան բառը։ Ինչ որ արժան է կտամ ձեզ։ Տեսնում եք, սրանք հենց այնպես բառեր չեն, որ առաքյալն օգտագործում, որ Մատթեոս ավետարանիչն օգտագործում է, կամ Քրիստոսի բառերն է մեջ։ Քրիստոսը հենց այնպես չի այս բառերն օգտագործել։ Ինչ որ արժան է կտամ ձեզ։ Ուշադիր նայեք։ Նրանց էլ ասեց. դուք էլ գնացեք այգին եւ ինչ որ արժան է կտամ ձեզ։ Նրանք էլ գնացին եւ դարձյալ ժամը 6-ին, արդեն 3 ժամ հետո, սկզբից 3 ժամ հետո նորից, սկզբից մինչեւ 3 ժամը մարդկանց կանչեց, մի դահեկանի պայմանավորվեց, հետո 3 ժամ հետո, օրը բաժանված է 3 ժամերի Իսրայելում, հետո 3 ժամ հետո նորից կանչեց մարդկանց, նրանց էլ ասեց ինչ որ արժան է կտամ, հետո նորից 3 ժամ հետո ուրիշների կանչեց, ուշադիր եք, եւ գալիս է մինչեւ օրվա վերջը։ Եվ նրանք էլ գնացին եւ դարձյալ ժամը 6-ին եւ 9-ին դուրս գալով նույնպես արավ, նույնպես ասի եւ 6-ին կանչեց ոմանց եւ ասաց ինչ որ արժան է ձեզ կտամ։ Եվ ժամը 11-ի մոտ, այսինքն մի ժամ մնաց որ օրը վերջանա, եւ ժամը 11-ի մոտ էլ դուրս գալով ուրիշները գտավ պարապ կանգնած եւ ասաց նրանց. ինչու եք այստեղ բոլոր օրը, տեսեք, օրը անցավ համարյա թե։ Նրանք աշխատում են ամբողջ օրվա մեջ համարյա թե, կանգնել։ Նրանք ասեցին, որովհետեւ ոչ ոք մեզ չվարձեց։ Նրանց ասեց. դուք էլ գնացեք այն այգին եւ ինչ որ արժան է կառնեք։ Հիմա ուշադիր նայեք, կարևոր բան։ Շատ կարևոր բան, խնդրում եմ ուշադիր եղեք այստեղ։ Եվ ժամը 11-ի մոտ դուրս գալով ուրիշներին գտավ պարապ կանգնած եւ ասեց նրանք. ինչու եք այստեղ բոլոր օրը պարապ կանգնած։ Նրանք ասեցին, որովհետեւ ոչ ոք մեզ չվարձեց։ Նրանց ասեց. դուք էլ գնացեք այգին եւ ինչ որ արժան է կառնեք։ Ինչ հարցի է պատասխանելու, առաջինները կլինեն հետին, շատ հետիններ կլինեն առաջին, հետիները ովքեր են, հիմա որ վերջում կանչում են, ուշադիր նայեք, կարևոր սկզբունք։ Եվ ժամը գալով երբ որ իրիկուն եղավ, այգուտերը իր տան վերակացուին ասեց. մշակներին կանչի եւ նրանց վարձքը տուր, սկսած հետիններից սկսած մինչեւ առաջինները։ Այստեղ ամբողջ խնդիրը վարձքը տալուց ումից է սկսում վարձ տալը։ Այն որ սկզբից կանչել էր, որ մի դահեկանի պայմանավորել էր նրանցից, թե վերջիններից։ Ուշադիր նայեք, վերջիններից է սկսում։ Այստեղ ամբողջ այս պատմության սկզբունքը, որպեսզի դուք հասկանաք սիլագիզմը վերջնական, շատ առաջիններ կլինեն հետին եւ շատ հետիններ կլինեն առաջին։ Ումից է ինքը սկսում, ում է ինքը սկսում վարձ տալը։ Ուշադիր նայեք, եւ ինչ վարձ կա տալի, արժանությամբ է տալի, այնքան ինչքան աշխատել են այնքան է տալի, թե ինչքան ուզում է տալիսը։ Այսինքն եթե մենք վերցնենք արդարությունով, եթե ամբողջ օրվա ընթացքում աշխատողների վարձը պետքա լիներ 1 դահեկան, ուրեմն այս վերջի մի ժամվա աշխատողները պիտի բաժանվեր եւ շատ փոքրիկ մաս պիտի տրվեր, ճիշտ է, բայց հիմա նայեք ինքը ինչ է անելու։ Արդարությունով վարվելու թե ողորմությունով։ Եվ ինքը այստեղ բացատրում է ողորմություն հասկացողություն։ Ուշադիր նայեք։ Եվ տեսեք։ Հիմա տեսեք, նորից ընթերցենք սա։ Եվ երբ որ իրիկուն եղավ, այգուտերը իր տան վերակացուին ասեց. մշակներին կանչիր եւ նրանց վարձքը տուր հետիններից, վերջիններից սկսած մինչեւ առաջինները։ Եվ ժամը 11-ները գալով, վերջինները, որ 11 մի ժամ են աշխատել, գալով, ուշադիր նայեք, խնդրում եմ, որպեսզի տեսնեք ողորմության սկզբունքը։ Եվ ժամը 11-ին գալով մի դահեկան առան, ամեն մեկին տվեց մի դահեկան։ Հիմա ձեզ հարց եմ տալի, այն առաջինները ինչ պիտի մտածեն. եթե սրանց մի դահեկան տվեց, մեզի հաստատ 10 դահեկան կտա, գոնե 12 դահեկան կտա։ Օրը բաժանեցինք, եթե սրանց մի ժամ աշխատողներին մի դահեկան տվեց, ուրեմն մեզի շատ կտա։ Բայց տանտերը արդարորեն ինչքանով է պայմանավորվել, արդարացի 1 դահեկան, ճիշտ է։ Իսկ եթե 1 դահեկանից քիչ տա, նոր անարդար կլինի, բայց եթե 1 դահեկան է տալի, վարձքը չի պահի, տալիս է ամբողջությամբ ինչի որ արժանի են, ինչի հետ որ պայմանավորվել են։ Այսպես արեք, օրենքը սպահեք եւ ես ձեզ կփրկեմ։ Եթե մեկը իմ դեղան չի, ես դրան կպատժեմ, արդար է սա արդարությունն է։ Հիմա տեսեք այս վերջի ժամի վարվողների հետ
այս տանտերը արդարությամբ է վարվում, թե այլ կատեգորիայով, ուշադիր նայեք։ Առաջիններն էլ եկան եւ կարծեցին, թե ավելին կառնեն, ինչի, որտեվ երբ որ տեսան այս վերջի մի ժամ աշխատողներին մի դահեկան տվեց, այս ինչ լավ է, հեսա շատ են կառնեն, ուշադիր նայեք։ Առաջինները եկան, կարծեցին, թե ավելի կառնեն եւ նրանք էլ մի դահեկան առան եւ տրտունջը գալիս է այստեղից։ Անարդար, հիմա ուշադիր նայեք։ Բայց երբ որ առան տանտիրոջիցը տրտնջում էին եւ ասում, թե ինչ էին ասում, թե այդ հետինները, այս վերջինները մի ժամ աշխատողները, մեկ ժամ գործեցին եւ դրանց մեզ հետ հավասար արիր, որ օրի ծանրությունը, տաքությունը քաշեցինք։ Տեսեք, նա էլ պատասխանեց դրանց մեկին եւ ասեց, այս նույն հարցն է, որ պատասխանում է Միթե Աստծո մոտ, միթե տանտիրոջ մոտ անարդարություն կա։ Միթե տանտերը անարդար վարվեց։ Ոչ, ասում է, քավլիցի, որովհետև Մովսեսին ասում է կողորմեմ, ու որ կողորմեմ, այսինքն այս վերջի աշխատողներին ուզում եմ ողորմեմ, տալիս եմ։ Ես նրանց հետ արդարությունով չեմ վարվում, ողորմությունով։ Իրավունք ունեմ ողորմություն անելու, թե չունեմ։ Ունես, իսկ պարտականություն ունեմ ձեզ 1 դրամ տալու, 1 դահեկան տալու։ Այո, եթե քիչ տամ նորին պարտականությունը խախտած կլինի, բայց ես ձեզ տալիս եմ այնքան, ինչքան որ պարտականություն եմ վերցրել։ Այսինքն ես անարդար չեմ։ Մի տրտնջացեք, որ ես անարդար եմ։ Այստեղ է ամբողջ խնդիրը։ Արդարության եւ ողորմության կոնցեպտը չի կարելի միացնել իրար։ Այ ամբողջ հասկացողությունը, որ մարդը խեղաթյուրում է եւ Աստուն անարդար է անում նախասահմանության առումով, սուվերենիտետության առումով, այստեղ է, որ մարդը փորձում է ողորմությունը մտցնի Աստծո արդարության օղակների մեջ։ Ողորմությունը արդարության օղակներից վեհ է։ Եթե արդարություն լինի, բոլորս պիտի գնանք դժոխք։ Աստծո արդարություն, թե Աստված բոլորի հետ արդար վարվի, բայց Աստված նաև իրավունք ունի ում որ ուզի ողորմի։ Դա համար ասում ում որ կողորմեմ, ում որ կգտամ, որտեղ բոլորն են արժանի որ դատապարտվեն, բայց Աստված ուզում է մի քանիսին ողորմի։ Ով կարասի ինչի։ Որովհետեւ մեկը չի կրտով Աստված ունի նպատակ եւ մյուս ձայնագրության մեջ այս մասին ենք խոսելու։ Հիմա ուշադիր նայեք, խնդրում եմ։ Բայց երբ որ առան տան տիրոջից տրտնջում էին եւ ասում, հիմա սրա սիլագիզն եք լսելու եւ առավել զարմանալի կլինի ձեզ։ Բայց երբ որ առան տիրոջից տրտնջում էին, թե այդ եւ ասում, թե այդ հետինները 1 ժամ գործեցին եւ դրանց մեզ հետ հավասար արիր, որ օրվա ծանր ու տաքությունը քաշեցիք։ Նա էլ պատասխանեց նրանց, մեկին ասեց. Ընկեր, ես չեմ զրկել քեզ։ Ես քեզ տվել եմ այնքան, ինչքան պայմանավորվել եմ։ Չէ՞ որ դու ինձ հետ մի դահեկանի համաձայնվեցիր եւ ուրախ էիր, ճիշտ է։ Այո։ Քոնը առ եւ գնա։ Դու ինչի ես արժանի։ Ինչ որ պայմանավորվել եմ, վերցրա եւ գնա։ Ես քո հետ անարդարությունով չեմ վարվում։ Ասել եմ իմ օրենքը պահի։ Այո, պահել ես։ Ոչ։ Մեղանչել ես իմ առաջ։ Այո։ Արդար եմ վարվում, որ քեզ ուղարկում եմ դժոխք։ Այո։ Դե գնա։ Ուշադիր նայեք։ Եթե ոչ ապաշխարի, կարող ես։ Այստեղ է խնդիրը։ Մարդիկ ասում են, դե չէ։ Եվ հետո ասում են անարդար Աստված, որ մեզ չողորմեց։ Այստեղ ամբողջ խնդիրը։ Ուշադիր նայեք։ Քոն առ եւ գնա, բայց ես դնում եք կամք բառը, ուզում եմ, բայց ես ուզում եմ, ես քո հետ վարվել եմ արդար, վեկար 1 դահեկանը եւ գնա, եղբայր, ես քո հետ անարդար չեմ վարվել, ինչ որ պայմանավորվել եմ, տալիս եմ, վերցրա եւ գնա։ Անարդար եմ, ոչ, դե գնա։ Հիմա ուշադիր նայեք, բայց ես ուզում եմ, որ այս հետինին տամ ինչպես քեզ։ Ես ուզում եմ դա։ Չի ասում, ես արդար եմ վարվում նրա հետ, որտեղ նրա հետ եմ այդպես պայմանավորվել։ Չէ, նրա հետ չեմ պայմանավորվել։ Նրան ասել եմ ինչ-որ արժանակ կտամ, բայց այդ արժանավորության մեջ իմ արժանավորությունը ես եմ արժանացնում նրան, ոչ թե նա արժանացել է դրան։ Դու արժանացել ես այս 1 դահեկանին, վերցրա եւ գնա։ Իսկ ես դրան արժանացնում եմ 1 դահեկանին։ Նա չի արժանացել, որտեղ քիչ է աշխատել։ Տեսնում եք, ով կա, ով արժանաց, ում հետ է վարվում ըստ արժանիքի եւ ում հետ է վարվում ըստ ոչ արժանիքի ողորմության։ Այս կոնցեպտը, այսինքն արդար Աստված, երբ որ վարվում է արժանությամբ, դա համար արդարության հիմքում ընկած չի հավասարությունը, այլ ընկած է ինչը արժանիքը, դա համար արժանացել է 1 դահեկանի, վերցրա եւ գնա։ Իսկ ես մեկի հետ վարվում է ողորմություն, նա չի արժանացել 1 դահեկանի, մի ժամ է աշխատել, բայց տալիս է 1 դահեկան, այսինքն մեծ գումար է տալիս ըստ այդ աշխատանքի։
քոնը արգնա, բայց ես ուզում եմ, որ այս հետինին տամ ինչպես քեզ, կամ միթե ես, ուշադիր նայեք բառը, միթե ես իշխանություն չունեմ անելու ինչ որ ուզում եմ իմ ստացվածքին, կամ թե քո աչքը չար է, որ ես բարերար եմ կամ ողորմած եմ, իմ ողորմությունն է քո համար դառնում անարդարություն, որ դժոխք գնացողների ոմանց ես ողորմեցի, դա քո համար անարդարություն է, ոչ, ես արդար եմ վարվել քո հետ, իսկ նրանց հետ ողորմել եմ, ողորմությունը արդարության կատեգորիայից դուրս է, եւ հիմա ուշադիր նայեք ինչի է ինքը սա պատմում, վերևում հիշում եք ինչ ասեց, որովհետեւ շատ առաջիններ կլինեն հետին եւ շատ հետիններ կլինեն առաջին, իսկ ինչ էր սա նշանակում, հիմա նայենք ընդհանուր 16 համարը, ինչ էր սա նշանակում, կամ միթե իշխանություն չունեմ անելու ինչ որ ուզում եմ ստացվածքին, կամ թե քո աչքը չար է, որ ես բարերար եմ կամ ողորմած, ուշադիր նայեք հետևից 16-ը, այսպես հետիններ առաջին կլինեն, նույնիսկ նույնը կրկնեց, հիշում եք 30 համարում 19-ի, հետիններ առաջին կլինեն, ուշադիր նայեք, եւ առաջիններ հետիններ, հիմա ավելի խորն է սա բացատրելու, սա ինչ է, որովհետև շատերն են կանչված, բառը նայեք, բայց քչերն են ինչ ընտրված, ողորմությունը ինչի հետ է կապված, սուվերեն ընտրության, փրկությունը կապված է մարդու հատկությունից անկախ Աստծո ընտրությունից, որովհետև ոչ կամեցողիցն է եւ ոչ վազողիցը, այլ Աստվածանից որ ողորմ է, եթե նայի կամեցողին եւ վազողին, բոլորը կամենում են Աստծուն հակառակ, բոլորը ջանք են անում Աստծուն հակառակ, ջանք են անում մեղքի մեջ, Աստծուն մերժելու մեջ եւ վազում են Աստծուն մերժելու մեջ, եթե վարվի արդարորեն, պիտի ուղարկի դժոխք, բայց ոչ փրկությունը ոչ կամեցողիցն է, այսինքն ողորմությունը ոչ կամեցողիցն է, որը փրկության օղակն է, եւ ոչ էլ ջանք անողից, այլ Աստծուց որ կամե, որտեղ ջանք անող եւ կամեցող չկա փրկության առումով, դամար Աստված կամենում է ոմանց փրկին, սա մենք ամբողջացրեցինք, այսինքն մենք տեսանք այս սիլագիզմը, շատ կարևոր է, ուշադիր եղեք, մի կարևոր բան, հիմա Պողոս Առաքյալը Հռոմեացիս 9-րդ գլխում 14-ից 24 համարներում ոչ միայն ցույց է տալի, որ Աստված արդար է եւ ցույց է տալի, որ այսպես վարվեց Մովսեսի պարագան եւ մարդու ազատ կամքը պատասխանատվությունը Փարավոնի պարագայում ուղակի չներգործեց նրա կամքի վրա, ոչ թե որ Աստված արդար է, այլ ցույց է տալի, որ սա Աստծո նպատակների ծրագիրն է, որտեղ Աստված ունի փառք եւ ուզում է ցույց տա եւ իր ողորմությունը փառքի անոթների համար եւ իր բարկությունը արդարորեն վարվելով դատապարտության անոթները, որոնք իրենց դատապարտության համար պատրաստել են, իրենց ազատ կամքի մեջ մերժում են Աստծուն, բաց չեն թողնում Աստծո ժողովուրդը, դրա համար սա շատ կարևոր է, մյուս զանազանության մեջ կանրադառնանք սրա, Տերը ձեզ օրհնի իր փառքի համար, ամեն։